Ի վերջո այս գործընթացը ինչի համար կազմակերպվեց, որ ներկուսակցական ձեր գործընկերների միջև տարաձայնություններ, խժդժություններ չառաջանան ցուցակի ձևավորման հարցում, այսինքն մեխանիզմ մեթոդներ ֆիքսվեցին, որ ամեն ինչ բոլորի համար հասկանալի լինի, թե իսկապես նաև հանրության համար սա ինչ-որ նշանակություն ունի։ Սիրելի Շողիկ, ես հիշում եմ, դուք լրագրող եք եղել նաև 2016 թվականին եւ պիտի հիշեք 17 եւ պիտի հիշեք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, երբ որ առաջին անգամ մասնակցում էր խորհրդարանական ընտրությունների 2017 թվականին, մենք այն ժամանակ ենք մեր նախընտրական ցուցակը կազմել ռեյտինգային քվեարկությամբ կուսակցականների։ Ինչու ենք 2018 եւ 21 թվականներին վարչության ձևավորմամբ առաջ գնացել, որովհետեւ մեր մոտ ֆիքսված էր, որ հերթական ընտրությունների ժամանակ պատվիրակներն են ձևավորում կուսակցական ցուցակը, արտահերթների ժամանակ վարչությունը, որտեղ այնտեղ ժամանակը օբյեկտիվորեն քիչ է։ Եվ հիմա քանի որ հերթական ընտրություններ են լինելու, պատվիրակներն են ձևավորելու, ինչու ենք մենք այս ավանդույթը ներդրել, որովհետև մեր կուսակցության հիմքում, գաղափարախոսության հիմքում ժողովրդավարությունն է, այդ թվում ներկուսակցական ժողովրդավարությունը, մենք երբեք չենք եղել մի կուսակցություն, որտեղ մի խումբ կամ մեկը որոշում է, թե որ տեղում պետք է լինի նախընտրական ցուցակի։ Իսկ մյուս կուսակցությունները ինչպես են ձևավորում իրենց ցուցակները, կարծում եմ ոչ ոք չգիտի կամ բոլորը գիտեն, բառից վատ իմաստով։ Բայց դուք այս ամեն ինչը կազմակերպում անում եք, բայց որևէ ցուցակի ձևավորման որևէ փուլում ստեղծության անակնկալներ չեն եղել։ Միշտ առանցքային դերակատարները թիմի եղել են առաջին, այսպես տասնյակում, 20-յակում, օրինակ չի եղել, որ չգիտեմ, մի անծանոթ անուն հայտնվի հանրության, անծանոթ ՔՊԱ-կան հայտնվի, օրինակ տասնյակում։ Բայց դա նորմալ է, պարզ չի, որ ցուցակի առաջատար համարներում պետք է հայտնվեն առանցքային դեմքեր, դա նորմալ է, բայց այլ հարց, որ ոչ ոք չգիտի, որ դեմքը որևէ տեղում կլինի, հաջորդը միշտ կա հնարավորություն, որ ինչ-որ մեկը, որ նոր է դարձել կուսակցական կամ ակտիվ չի եղել, ինքը իր գործողություններով, իր գործունեությամբ գնա առաջ եւ առաջ։ Մենք դեպքեր ունենք, երբ որ մարդիկ սկզբից, չգիտեմ, անուններ չտան, որ քարոզչություն չդիտարկվի, հա, մենք ունեցել ենք դեպքեր, երբ որ մարդիկ սկզբից նույնիսկ падգամավոր չեն եղել, ցուցակում ասենք, չգիտեմ, 120-րդն են եղել, հետո դարձել են падգամավոր, հետո դարձել են վարչության անդամ, ու այսպես շարունակ, այսինքն մեզ մոտ այս առումով շատ մրցակցային իրավիճակ է եւ կարեւորն այն է, որ բոլորը հնարավորություն ունեն առաջ գնալու եւ դա կարեւորագույն բան է, որ կուսակցությունը թարմանա եւ չդառնա պոլիտ բյուրո, ինչպիսիք հանդիսանում են մեր կուսակցությունների մեծ մասը։ Բայց երևի դուք վերջին հարցը տակ այս թեմայով։ Դուք ասում եք, որ պարզ չի ով կլինի, այսինքն։ Դե հիմա ես չգիտեմ ես որտեղում եմ լինել։ Չէ, առաջին համար ուզում եք ասել, այդտեղ ինտրիգ կա, թե ով կգլխավորի ձեր ցուցակը։ Չկա, որովհետև ակնհայտ է, որ էլի անուն չտա, որ քարոզչություն չլինի, բայց ակնհայտ է, որ այդ հանունը, որ բոլորը հասկացան, ամենայն հավանականությամբ առաջի տեղում է լինելու, բայց ընդհանուր առմամբ հիմա ես ունեք չգիտեմ ես որ համարում եմ լինելու, ոչ էլ մյուս մարդկանց մեծ մասը գիտի, թե իրենք որ համարում են լինելու։ Մի հարց է, պարոն Դուբինյան, ձեր պատվիրակների, որ օրինակ դուք ինչ-որ գրառումներ եք անում, նայեք քարոզարշավեն, ո՞նց են իրենք, այսինքն ինչ ստանդարտներով է ձեր կամ դուք օրինակ ինչ ստանդարտներ եք հաշվի առնում, որոնք են այդ առանցքային Դե ստանդարտները շատ են, մարդու սկզբունքայնությունը, ազնվությունը, քաղաքական խոսքի ունակությունը, չգիտեմ, ռետորական արվեստը, մասնագիտական ունակությունները, կազմակերպչական ունակությունները, այսպես շատ։ Այդ ամբողջը հաշվի առնելով դուք ձեզ ընտրել եք։ Այո։ Պարոն Դուբինյան, այս համակարգի ներդրումը ինչին է նպաստել։ Դե ըստ էության դրա մասին ենք խոսում, որ նախ մենք այս համակարգը չենք ներդնում, մենք այս համակարգը արդեն ներդրել ենք հեռավոր 2017 թվականին եւ ամրապնդում ենք, սա նպաստում է քաղաքական դաշտի առողջացմանը։ Մեր քաղաքական դաշտը ընդ որում եւ իշխանական կուսակցությունները եւ ընդդիմադիր կուսակցությունները 30 տարի ոնց են գործել։ Միշտ ունեցել են մի հատ լիդեր, լավագույն դեպքում մի քանի լիդեր կամ մի խումբ, որոնք որոշել են ամեն ինչ, ու այդ մարդիկ երբեք չեն փոխվել։ Դուք նկատած կլինեք, մինչև հիմա կան կուսակցություններ մեր մոտ, որ 30 տարի ղեկավարը նույն մարդն է։ Դա խնդրեմ է, դա խնդրի մասին է վկայում։ Ու այդ կուսակցությունները ոնց են սկսել։ Միշտ սկսել են ակտիվ, բավականին, չգիտեմ, բարձր տոկոսով
ձայներ են ստացել, անկախ նրանից մնացել են դիմադիր թե իշխանական, ու ավարտել են նրանով, որ մնացել է այդ կուսակցության ղեկավարը ու իր շուրջ հավաքված 4-5 հոգի։ Սրանից խուսափելու միակ ձևը ներկուսակցական ժողովրդավարությունը եւ մրցակցային պայմաններ ստեղծելն է, ինչն էլ մենք անում ենք։ Փաշինյանը 8 տարի Չէ, մեզ մոտ Նիկոլ Փաշինյանը ընդամենը 2022 թվականից է հանդիսանում վարչության նախագահ։ Դրանից առաջ վարչության նախագահ էր Սասուն Միքայելյանը, դրանից առաջ Արայիկ Սուրեն Պապիկյան, ներողություն, դրանից առաջ Սուրեն Պապիկյան, դրանից առաջ Սասուն Միքայելյանը, դրանից առաջ Արայիկ Իշխանության տարիներին միշտ Նիկոլ Փաշինյանը առաջին օրինական բոլոր վարչության ընտրությունները։ Բայց ես ախր դրա մասին չեմ խոսում, Ես ասում եմ, չպիտի նույն մարդը որոշի, կամ նախ ընդհանրապես չպիտի մի մարդ որոշի ցուցակում ովքեր որտեղը պետք է լինեն, եւ նաեւ չպիտի նույն մարդը անդադ ամեն ինչ որոշի։ Նիկոլ Փաշինյանը 8 տարի առաջին համարում է եղել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը 8 տարի եղել է մեր վարչապետի տեխնացու եւ ամենամեծ ռեյտինգ ունեցող եւ վստահություն ունեցող քաղաքական գործիչը մեր կուսակցությունում եւ ընդհանրապես Հայաստանում, շատ պարզ է։ Հարցի շարունակություն դուք միշտ նեղացնում եք նաև նախկին իշխանություններին, որ իրենց այդպես է առաջին համար իրավահաջորդներ չեն ստեղծել։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը։ Ախր բայց ես չեմ ասում, ես ասում եմ։ Բայց ձեր հարցը ինքնին էլի այդ հին սուպեր լիդերային տրամաբանության մեջ է, ոչ թե պետքա լիդերը ստեղծի իրան իրավահաջորդ, որովհետև դա էլի fake process է, հո բան չի, հո թակավոր չի, որ մի հատ իրան թագաժարանք ստեղծի։ Պետքա այդ կառույցիկ տվյալ դեպքում կուսակցության մեջ պայմանները այնպիսին լինեն, որ մարդիկ հնարավորություն ունենան աճել եւ դառնալ լիդերներ։ Շատ բարձ։ Իրենց պետք է աճել Փաշինյանի արտոնյալն ինչ-որ մեկին։ Ոչ, իհարկե ոչ։ Որտեղ դուք համարում եք Փաշինյանի ամենամեծավոր շրջապատի արտոնյալներից։ Ինչու են կայանում իմ արտոնությունները։ Ես վարչապետ Փաշինյանի հետ երկար քաղաքական ճանապարհ անցել եմ, իհարկե իմ չափանիշներով համեստ երկար, որովհետև ես դեռ երիտասարդ եմ, բայց նկատի ունեմ դա որևէ կերպ չի ազդում առաջխաղացման վրա մեր կուսակցությունը։ Ոչ իմ դեպքում, ոչ էլ մյուս մարդկանց դեպքում։ Մենք դրան անդրադարձել ենք, հավելյալ անդրադառնալու կարիք չեմ տեսնում։ Կոռուպցիոն բանի մեջ Փաշինյանը մեղադրել է։ Չեմ կարծում, որ այդպես է խոսել, այլ ես միանշանակ չի հանդուրժում, բայց ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանին, ինչ խոսվել է, դրան հավելելու ոչինչ չունեմ։ Խնդրեմ։ Ով է ասում, եթե գաղտնիք չի։ Հա, գիտեք հանրապետականների մոտ ոնց է օրինակ վարչություն ընտրվում։ Գալիս է, եթե չեմ սխալվում, էլի, բայց ինչքան գիտեմ, ճիշտ գիտեմ, գալիս են, որոշած են լինում արդեն, ովքեր պիտի լինեն վարչության անդամ։ Հերթով անունները կարդում են, ասում են, ովքեր են կողմ, բոլորը կամ մեծ մասը կողմ են քվեարկում ու վերջ վարչությունը հաստատվում է։ Այսինքն մի քանի հոգի որոշում են, թե իրանց վարչության անդամները ովքեր պետքա լինեն։ Ցուցակը ընդհանրապես չգիտեմ ոնց է կազմում, ենթադրում եմ, որ մեծարգո Սերժ Ազատի Սարգսյանն է կազմում կամ մի քանի մերձավորներով։ Հետևաբար մի քիչ աբսուրդ է, էլի, ինչով ենք մենք թոզ ենք փչում, որ գալիս ամբողջ հանրապետության եւ ամբողջ աշխարհի դիմաց ընտրում ենք վարչություն։ Ընդ որում նկատեք, այն փաստը, որ մեր վարչության եւ ցուցակի ընտրությունները լայնորեն լուսաբանվում են մամուլում, դրանց մասին գրվում է, բոլորը հարցնում են, ահա, ինչպես այս մարդը հայտնվեց այստեղում եւ մյուս այստեղում, վկայում այն մասին, որ մենք իրապես արդար եւ մրցակցային ընտրություններ ունենք։ Պարոն Ռուբինյանը, ես կուզեի մի հարցալ մեր կուսակցական ձերորակարգից դուրս, երեք հայտարարեց, որ ուժեղ Հայաստան, Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի վարչապետի տեխնացուն, հենց լինելով Սամվել Կարապետյանը, իրենք սցենար ներկայացրեցին, թե ինչպես, այսինքն են արգելքները, որոնք հանրության հայտնի են, մարդկանց հայտնի են, սահմանադրական արգելքները, օրենքը, իրենք մտադիր են պատկերացնում են, որ կստանան սահմանադրական մեծամասնություն, իրենք խորհրդարանում սահմանադրություն փոխելով Սամվել Կարապետյանը կդառնա Հայաստանի վարչապետը։
այս սցենարի հետ կապված իշխանության գնահատականները, իշխանության մտքերը, որոնք են, այսինքն մտքերը շատ պարզ են, Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու եւ վարչապետ, որովհետեւ Սամվել Կարապետյանը բացի Հայաստանի քաղաքացի լինելուց նաեւ հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության եւ Կիպրոսի քաղաքացի։ Ինչ օրենք, դա համանդրությամբ է ամրագրված։ Համանդրության հոդված հնարավոր չէ փոխել, եթե վարչապետ նշանակված չէ նախագահի կողմից ընտրություններից հետո։ Գիտեիք։ Դուք ուզում եք ասել, որ իրենք հիմա չեն հայտարարում ով է իրենց իրական։ Ես չգիտեմ ինչ են իրենք հայտարարում։ Իրենք ասում են, որ այդ անցումային փուլը, որ բնականաբար երբ որ Բայց անցումային փուլ նախատեսված չի համանդրության։ Առաջին ժամանակ, չէ՞, Սիրելի գործընկերներ, ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների, այդ թվում ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի, ընտրություններից հետո քաղաքական մեծամասնության կազմավորումից հետո անհապաղ անհապաղ նախագահը նշանակում է մեծամասնության ներկայացած վարչապետի թեկնածուին, որից S1 հաջորդը ըստ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի առաջին նստաշրջանի օրակարգը ֆիքսված է, կա 5 հարց. նախագահի ընտրություն, փոխնախագահների ընտրություն, հանձնաժողովի նախագահների ընտրություն, կառուցվածքի փոփոխություն կառավարության, եթե կառավարությունը դրա համար դիմում է, եւ կառավարության ծրագրի հաստատում։ Այս հարցերը մինչև չքննարկվեն, որևէ այլ նախագիծ ազգային ժողովը չի կարող քննարկել։ Բայց որpիսի այս հարցերը քննարկվեն, պիտի լինի նշանակված վարչապետ։ Հետևաբար Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Դե եթե մենք հիմա քննարկում, եթե մենք հիմա, բայց կլինի նախ մոտ գաք խոսեք, երկրորդն էլ չընդհատեք, էլի։ Եթե մենք հիմա քննարկում ենք այն տարբեր ձևերը, թե ինչպես կարող են տարբեր մարդիկ փորձել իշխանություն բռնազավթել Հայաստանում, դրանք կարող են լինել տարբեր, նայած ում որ ֆանտազիան ինչպիսին կլինի, բայց չեմ կարծում, որ մեր ժողովուրդը դա թույլ տա։ Բայց ամեն դեպքում մարդիկ, ովքեր չունեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ ովքեր վերջին 4 տարին չեն ունեցել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ ովքեր վերջին 4 տարին չեն բնակվել միայն Հայաստանի Հանրապետությունում, չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու եւ հետեւաբար իրենք նույն հաջողությամբ կարող էին օրինակ Հովհաննես Այվազովսկիին առաջադրել որպես վարչապետի թեկնածու, որովհետեւ նա նույնքան կարող է լինել վարչապետի թեկնածու, որքան ձեր կողմից մատնանշված հարգարժան ռուսաստանցի բիզնեսմեն։ Այլ հարցեր կան։ Օրերս Իրանի դեսպանը հայտարարեց, որ Տերան պետք է գնա վարչապետը եւ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ պետք է ստորագրի։ Ժամկետներ կան։ Ճիշտն ասած տեղյակ չեմ, նույնիսկ չէի լսել մեկնաբանություն։ Տեղյակ չեմ։ Պարոն Ռուբինյան, ես էլ մի հարց ունեմ։ Երեք Ռուսաստանի փոխվարչապետը, ով չկա հայտարարել է, որ պատրաստ են երկաթուղու այն հատվածները, որոնք որ վարչապետը, որոնց վերանորոգման մասին բարձրաձայնել է, պատրաստ են այդ օրակարգով բանակցությունների եւ պատրաստ են կարծես թե ասել են, որ վերանորոգել այդ հատվածները։ Կան բանակցություններ, սա շարունակում է Հայաստանի առաջնահերթությունը մնա, որ ռուսական կողմը արագ դրանք Հարցը հասկացաք, քանի որ հայտարարությունը նոր է եղել, չեմ կարող մեկնաբանեմ եւ որոշակ ժամանակ անցնի եւ ավելի ճիշտ կլինի կառավարությունից հարցնենք։ Պարոն Ռուբինյան, հայ-թուրքական սահմանի բացումը, որ Երբ նորություն լինի, ես կհայտնեմ ձեզ։ Իսկ ինչ որ բան է հայտնվել, որից հետո դե ասվել ես խնդրում եմ այդ առումով հիմք ընդունել իմ կամ արտգործնախարարության կամ կառավարության ներկայացուցիչների ասածները։ Երբ որ նորություն լինի, ես անպայման նախապես կամ հենց այդ պահին կհայտնեմ։ Շնորհակալություն եւ վերջին հարց։ Բացատրել, թե դա ինչպես կարող է տեղ ունենալ եւ դուք ասում եք չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ, ԱԺ կանոնակարգ օրենքն է վերում հղումանում։ Չէ, համադրություն եմ այդ թվում հղումանում։ Այդ թվում ես ասում եմ համանդրակետները բացատրել են հիմա չեմ դու այդ խորքային հարցին ոչ քան որ համանդրակ
Չէ, բայց հարցը հասկացա, բայց համարագետ իրոք պետք չի լինել, էլի, սիրելիներս, ըստ Հայաստան, հա, ավարտեք։ Արմեն Սարգսյանի փաստն եք մոռանում, որ երկհավաքական Արմեն Սարգսյանը նախ այդ պահին չէր համարվում երկհավաքացի, որովհետև հայտնի չէր, որ ինքը երկհավաքացի է։ Ինքը ինչի այդ թվում հրաժարական տվեց, որովհետև հայտնի դարձավ, որ ինքը փաստորեն երկհավաքացի էր եղել։ Եվ հետևաբար, այո, եթե սկզբից հայտնի էր լիներ, որ ինքը երկհավաքացի էր, ինքը չէր կարող ընտրվել նախագահ։ Ինչ վերաբերում է նախորդ հարցին, սահմանագետ պետք չի լինել հասկանալու համար հետևյալը, որ երկհավաքացին չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ նորընտիր ազգային ժողովի առաջին նստաշրջանի ժամանակ պետք է լինի նշանակված վարչապետ։ Այսինքն վարչապետը չի կարող նշանակվել դրանից հետո։ Այդ պահին պիտի լինի նշանակված վարչապետ։ Պարոն Ռուբինյան, բայց տրամաբանությունը թե ինչ են անելու ակնհայտ է, դա հրաժարական կլինի եւ փոխել։ Դե ինչ եք հարցում, գնանք իծացեք իրար։ Ինչ որ մի փուլում, եթե իրենք մեծամասնություն ստանան, ինչ որ մի փուլում դա կանեն։ Դուք հիմա ներկայացնում եք ընթացակարգերով։ Ընթացակարգը որն է, դուք ասում եք այդ եւ սահմանադրությամբ։ Սիրելի շողիկ, իրենք հայտարարել են, Նիվարյան, էլի, իրենք հայտարարել են, որ իրենց տեխնացուն այդ մարդն է, ես ասում եմ, այդ մարդը իրավունք չունի լինել վարչապետ։ Մնացածը թող իրանք որոշեն, իրանք շատ ազատ են, իրանք կարող են կրկնում եմ հայտարարել, որ իրենց վարչապետ տեխնացուն Այվազովսկին է։ Դրան սահմանադրական արգելք իդեպ չկա հայտարարել, թե ով է իրենց վարչապետի տեխնացուն, նույնիսկ եթե այդ մարդը վաղուց մահացել է, ֆիզիկապես կամ հոգեպես։ Ես ասում եմ, ինչպես է գործում օրենքը, այդքան բան։ Այլ խնդիր չկա այստեղ։ Շնորհակալություն։